Բայց երեք ես քարոզարշավը մի կես ժամ ավելի շուտ ավարտվեց, գնացի տուն, կեցավայր, թե եմ խմում, YouTube-ով ինչ-որ բաներ եմ նայում, ինչ-որ բան եմ, որ տենց բան, էլի կապ չունեցող քաղաքականության գործի հետ, որ մի կես ժամ կտրվեմ։ Եկե հիմա թե գիտեք YouTube-ի մոնետիզացիան բացվել է Հայաստանում, գովազդներ ա բերում։ Մեկ էլ գովազդ ա բերում։ Մի կին հայկական գովազդ ա, երեխու հետ գնում ա մտնում ա մանկապարտեզ, ասում ա, երեխուն բերել եմ ընդունեմ մանկապարտեզ, դպրոցի տնօրենն է ժպտալով ասում ա, դե գիտեք ինչ ասում ա, Սաֆարով երեխեքին ընդունել ենք, դե գիտեք իրանք էլ 2 երեխա չեն, 4 երեխա, 5 երեխա, ձեր երեխուն չեն կարող ընդունենք։ Եվ իմաստն են ա, որ եթե ընտրեք բանին, ԿՊ-ին 300,000 ադրբեջանցի ա վերադառնալու։ Զանգում է ասում է, «Էսով ա էս տարածում»։ Բազմա կալուգացի օլիգարխեն ա տարածում, միլիոններ են ծախսում, բառից բուն իմաստով միլիոններ։ Իմ առաջին ռեակցիան էն էր, եւ գողթում էլ առաջին ռեակցիայով առաջնորդեց, որ սենց բանանով պետք է խելագար լինի, ծալը պակաս կլինի։ Բայց հիմա ես համոզված եմ, նաև հաշվի առնելով արտահոսած տեղեկությունները, նրանք խելագար չեն, նրանք լրտես են, որ եկել են Հայաստանի պետությունը եւ պետականությունը ծնկի բերելու։ Նրանք եկել են մեզ անկախությունից զրկելու, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ի վերջո խաղաղություն եւ անկախություն է ձեռք բերել։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է պատերազմի փակուղուց, դարձել է խաղաղության խաչմերուկ, նրանք էլի ուզում են Հայաստանի Հանրապետությունը դարձնեն կոնֆլիկտի տուպիկ, որտեղ կոնֆլիկտի տուպիկն է այն տեղը, որտեղ իրանք կարան իրանց լավ զգան, որովհետև իրանք այսօր իրանց Հայաստանում լավ չեն զգում, գիտեք ինչի, որովհետև նրանցից մեկը ասում էր ես եմ միակ տղամարդը, նրանցից մեկը ասում էր ես հզոր եմ, ամենակարող եմ, նրանցից մեկը ասում էր ես ուժեղ եմ, հիմա իրանք առերեսվում են այն իրականության մեջ, որ իրանք ոչ հզոր են, ոչ միակ տղամարդ են, ոչ էլ ուժեղ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 2018 թվից հետո մի սուբյեկտ կա, որ կարող ասի ես հզոր եմ, ես ուժեղ եմ եւ ես որոշող եմ։ Եվ այդ սուբյեկտը գիտեք ով է, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Դուք եք հզորը։